Արտուր, վերջի ամիսներին, հատկապես վերջի շաբաթներին, այս գործող իշխանությունը, քաղաքացիական պայմանագիրը եւ իր պարագլուխը շատ տարօրինակ ապահովազք են դրսևորել, որը բնորոշ չի նրան, ինչ որ միջևետ եղել է։ Այսինքն վերջերը իրենք մի կողմից կարծես թե պաշտպանվողի դերում են, ինքնաարդարանում են, տարբեր մեղանքների առաջ եւ ինչ-որ հայտարարություններ են անում, որոնք ինչ-որ տրամաբանության հետ խնդիր կա։ Արի քննարկենք այս վերջի ժամանակները, ինչի է փոխվել այս գործող վարչապետի եւ քաղաքացիական պայմանագրի պահվածքը եւ ինչով է դա պայմանավորված։ Տես Ստեփան, ես կարող եմ իհարկե ասեմ, դեռ տարբեր հոգեբանները պետք է այդ ասեն ինչա փոխվել եւ հոգեբաններին եւ հոգեբուժներին մի կողմ դնենք, ես ասեմ իմ տրամաբանության մեջ սոցիոլոգիական տրամաբանությունով իրենց մոտ ակնհայտ է մի քանի սա պարտվող իշխանության գործելակերպ է։ Ուրեմն մի քանի փաստեր բերենք, որ վերլուծենք ու հասկանանք, թե ինչի մենք կարանք ասենք, որ սա փոքրամասնության իշխանություն է։ Սա շատ կարևոր է դրա համար, որ միշտ թվեր են հարցնում։ Թվերը ես տալիս եմ, կան տպված թվեր, բայց բոլորի մոտ ամեն դեպքում ինչ-որ հարցեր են մնում։ Հիմա փորձենք հասկանալ այդ թվերը ինչքանով են համապատասխանում իրականությանը, ու արդյոք իսկապես իրանք փոքրամասնության իշխանություն են։ Ուրեմն փաստ համար 1 30 տարվա մեջ Հայաստանը դառնում է այն պահին, երբ որ դառնում է դեմոկրատիայի բաստիոն, առաջին անգամ 30 տարվա պատմության մեջ ընտրությունների ընթացքում մենք չունենք որևէ պաստառ կամ որևէ հայտարարություն գործող իշխանության կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ այլ պետական ինստիտուտների, որոնք որ պարտավոր են ապահովել բարձր ընտրական ակտիվություն, որևէ հայտարարություն չունենք կամ պաստառ կամ ինչ-որ մի ձև կամ սոցիալական գովազդ, որ եկեք մասնակցեք ընտրություններին։ Մետրոյում մենք տեսնում ենք պաստառներ, թե ինչ վատ բան է ընտրական կաշառքը, թե ինչ տուգանքներ եւ տուժեր կան դրա համար, բայց կողքը չկա մեկ այլը, որը որ ասի անպայման մասնակցեք հունիսի 7-ին քաղաքացիական պարտ կկատարեք։ Մի տեղ չի ասվում, որ հունիսի 7-ին ընտրություններ են կատարվելու։ Սա ակնհայտորեն հուշում է այն բանի մասին, որ փոքրամասնության իշխանությունը չի ուզում, որ լինի բարձր ընտրական ակտիվություն։ Երկրորդը, տեսեք, ազգային ժողովի գործող ազգային ժողովի նախագահան հայտարարում է, որ իրենք ունեն 52% ու առանց աչքը թարթելու ստորակետից հետո ասում է, որ եթե մենք ձեր դուրը չենք գալիս, գնացեք ընտրեք բոլորին դեմ, Սպայդերմենին ձեր ձեները տվեք։ Ուրեմն հարց է ծագում, եթե դու 52% ունես, քեզ ինչ է, քո համար ինչքանով է կարևոր, թե ես ում եմ ձենս տալիս։ Դու հաղթել ես, չէ՞։ Նախորդ ընտրություններում դուք ունեիք 53% եւ ես չեմ հիշում, որ նախորդ ընտրություններին, երբ որ իրանք հավաքում էին 53%, իրանք ասեին, թե մեզ չքվեարկող ում պետք է գնա քվեարկի։ Միայն են 3-ին հրեշին ձայն մի տվեք։ Հրեշին ձայն մի տվեք։ Եթե դու վախենում ես, որ հրեշին ձայն տան, սա ունի մաթեմատիկական հետևանքներ։ Եթե դու վախենում ես, որ ես հրեշին ձայն եմ տալու, սա նշանակում է դու 52% չունես, սա նշանակում է, որ քո տոկոսը այն աստիճան ցածր է, որ հրեշը քեզ հաղթում է եւ իրենց չհաղթելու կամ ձեր որևէ կերպ շանս ունենալու հնարավորությունը կախված է նրանից, թե A. ինչքան ձայնափոշի անալու, B. ինչքան բարձր մասնակցություն առնելու։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ այս երկու էպիզոդով իրենք տանում են շատ կոնկրետ քաղաքականություն, A. փոշիացնելը շատացնել, B. մասնակցությունը ցածրացնել։ Արտուր, ուրեմն ես ուզում եմ եւս մի կետ նշել, որովհետեւ այս վերջերը մեր իշխանական մամուլում լուր տարածվեց, որ ըստ Բրեյվիսը բավականին հարգված սոցիոլոգիական ընկերություն է, ըստ իրենց տվյալների դեռ 60 քանի տոկոս հաղթում է 61%-ով հաղթում է իշխանությունը։ Եվ նաեւ իշխանությանը մերձ, այսպես կոչված ճակերտներով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հողումներ են անում եվրոպական հեղինակավոր
մամուլին, որ գիտեք ինչ նույնիսկ իրենք ասում են, որ իշխանությունը ջախջախից հաղթանակ է տանելու։ Սա ինչ է, Բրեյվիսի հետ կապված, սա իրականություն է, թե ինչ է։ Ուրեմն տեսնենք, այսօր Բրեյվիսը հենց այսօր արդեն հերքել է, որ որևէ կապ չունի այդ այսպես կոչված հարցման հետ, դա նույն իրի հարցումն է, ուրեմն սոցիոլոգիայում դա կոչվում է ռեկոնստրուկցիա, այսինքն դու վերցնում ես թվերը տարբեր մարդկանց ու փորձում ես ինչ-որ տրամաբանություն սարքես ու սեփական, այսինքն դատողությունները անել այլ մարդկանց արված հարցումներով, որը որ նորմալ բան է, ինչ են արել իրենք վերցրել են իրի հարցումը բավական փնթի, ուրեմն 1500 Իրին դա ամերիկյան հանրապետական կուսակցության սոցիոլոգիական կազմակերպությունն է եւ մի լրացում, քանի որ դու ասում ես այսօր, ասենք որ հաղորդումը նկարվում է հունիսի 1-ին։ Ուրեմն իրենք տպել են դա 3 օր, տպելուց 3 օր հետո, ինչ են իրենք արել, ուրեմն վերցրել է ինչ-որ մի եվրոպական այսպես կոչված ռեկոնստրուկտոր, այսինքն մի ինչ-որ կազմակերպություն, որը ունի կայք, զբաղվում է նրանով, որ տարբեր հարցումները բերում այդտեղ ագրեգացիա անում, լցնում է այդտեղ, հա, ցույց է տալիս, ուրեմն այս Եվրոպոլը, թե ոնց է կոչվում, իրենք ուրեմն սևը սպիտակի վրա են գրած թիվը 38-ը, սարքել են 61, հետո հայկական ժամանակ հայտնի ուրեմն օրաթերթը, թե ինչա, в общем, դա հղում անելով այս եվրոպական կայքին, մինչև այդ կյանքում չեմ լսել դրա մասին, թե բա սրանք գրում են, որ մենք 62% ենք հավաքում, թե 61, դուրում շատ փնթի, իսկն ընտրանքը եղել է փոքր բալեր է, կարևոր չեն, բայց այնուամենայնիվ 1511 է եղել ընտրանքը իրի հարցման, իրանք գրել են 1551, ուրեմն այդ իրի հարցման մեջ, իրանք ընդորում իրի միջից հանել են գրել են Բրեյվիս, ինչա Բրեյվիսը, Բրեյվիսը այդտեղ ի պաշտոն է հայտարարել է, որ իրանք ընդամենը դաշտային աշխատանքներ կատարող են, իսկ իրանք պատվերը ստացել են, իրենք ստացել են հարցաթերթը, իրանք ուղղակի ապահովել են այդ հարցման անցկացումը, ոչ գնահատականներ, ոչ մի բան, իրանք չեն տալիս, իրավունքներ չունեն, այն թվերը, որը իրանք ստացել են, դա իրի սեփականությունն է, իրին իր անունից տպել է, հիմա իրի անունը հանել են, 38-ը սարքել են 61 և դրա հիման վրա պնդում են, որ իրանք ունեն 61%, եթե դուք ունեք 61%, կամ ոնց ասում է ձեր ազգային ժողովի նախագահան 52, հարցացակում ինչի համար եք դուք այդքան վախենում, թե ում եմ ես ձայնս տալու, կամ մեկ ուրիշը, ընդ որում շատ ավելի շատ ուրիշները, Սպայդերմենին, թե եռյակին։ Արտուր, ուրեմն այստեղից մենք անենք եւս մեկ եզրակացություն, որ այս գործող իշխանությունը խոճապի մեջ է, եւ իրենք արդեն իսկ դիմում են կեղծիքների եւ կեղծիքների նպատակը հանրության ապակողնորոշումն է։ Այսինքն իրենք հերթական անգամ ինչ-որ կեղծ, ինչ-որ կայքեր են ստեղծում, կեղծ կազմակերպություններ են ստեղծում, հաղումներ են անում եւ փորձում են դա ներկայացնել որպես իրենց հաղթանակի գրավական։ Ու այս վերջերս նույնպես նման մի կեղծիք եղավ եւ Կավկասկը քրոնիկա եւ քրոնիկա Կավկազը, հա, ինչ որ մի բաներ տպեցին, ինչ որ կեղծիքներ, որը պարզվեց կեղծիքներ կա, որ այնտեղ ադրբեջանական հետ կա, որի արդյունքում իրենք ուզում են ապացուցել, որ Անդրանիկ Թևանյանը լրտեսությամբ է զբաղվում եւ պետական դավաճան է, հա, այսինքն ամբողջովին շինծու հիմար ինչ որ մի բան, ես կարծում եմ այդ քննիչները եւ դատավորը, որը այդ հիմքը տվել է, որ կարելի է ձերբակալել եւ այլն, իրենք մասնագիտական առումով այդ վիճակում են հայտնվելու եւ ժամանակն է, որ Հայաստանում այդ քննիչները, դատախազները, դատավորները իրենց կեղծիքների համար, պատվերների համար, որոնք կատարում են, պատասխանատվության կենթարկվեն, բայց խնդիրը հետեւյալն է, այսինքն նման կեղծիքներով իրենք փորձում են հանրությանը տարբեր ասպեկտներում ապակողնորոշել եւ սա նույնպես ցույց է տալի, որ իրոք գործող իշխանությունը խոճապի մեջ է, ընտրություններում կարծես թե իրենք արդեն ակնհայտորեն պարտվում են եւ նման միջոցներ են դիմում։ Արտուր, այ քո կարծիքով նաեւ եթե համեմատենք 21 թվականի ընտրությունները եւ հիմիկվա ընտրությունները,
այս գործող իշխանությունը ինչ ձևի պահելակերպի կամ նախընտրական պրոպագանդայի կամ քարոզչության ինչ փոփոխություններ կարելի է նշել։ Okay, նախ ես ավելացնեմ այդ քո ասացի առաջի սկիզբի մասը, ուրեմն փաստենք եւս մի բան, ուրեմն Խրոնիկի Կավկազից բացի, որտեղ որ իրանք փորձում են ապացուցել, որ Անդրանիկ Թևանյանը ինչ որ անալիտիկ թուղթ կա, որի հիման վրա իրանք փորձում են ինչ որ բան ստեղծել, որ Անդրանիկ Թևանյանը լրտեսական ցանց է, թե ինչ այստեղ Ռուսաստանի լրտեսական ցանց կա։ Տեսնենք Անդրանիկ Թևանյանը անունը եւս մեկ անգամ հնչեց երեք, երբ որ անվտանգային հարցերով դեբատներ էին առաջի ալիքում, եւ սա շատ կարեւոր է, որ շարունակենք այդ նույն միտքը։ Տեսեք, ուրեմն անվտանգային հարցերում դեբատները իրանք սարքեցին բառիս ամենաբուն իմաստով բարդակ։ Ինչի էր դա արվում։ Ուրեմն դեբատների կարևորագույն խնդիրը, որը օգտագործում են տեխնացուները, դա իրանք դիմում են առաջի հերթին երկու կողմներ չկողմնորոշված ընտրողներին։ Ճիշտ է, իրանք պետք է համոզեն, որ իրանք թեզերը ավելի ճիշտ են։ Հարցածակում ինչի է գործող իշխանությունը, ընդ որում պետական հեռուստատեսության եթերում, ուրեմն հանրային դաշտը սարքում բարդակ։ Շատ պարզ պատճառով, իրանք նոր ընտրող չունեն, իրանք չկողմնորոշվածների մեջ որևէ ընտրող չեն ունենալու, եւ իրենց կարևորագույն խնդիրը նա է, որ հակառակ կողմը չունենա ա նոր ընտրող, բ չունենա մարդ, որը որ գալու է, այլ կերպ չէր գալու։ Եվ հետևությունն այն է լինելու, որ սրանք էլ մի բանի պետք չեն, նրանք էլ մի բանի պետք չեն։ Այո, այսինքն ամբողջ խնդիրը նա է, որ վարկաբեկել քաղաքական process-ը, քանի որ իրենք վարկաբեկված են, իրենք փորձում են վարկաբեկել բոլոր մնացած ուժերին, իսկ վարկաբեկել ընդհանուր առմամբ քաղաքական process-ը եւ օգտագործեցին եւս մեկ անգամ չարաշահեցին Անդրանիկ Թևանյանի ապօրինի ձերբակալությունը։ Տեսեք, մարդիկ, որոնք որ այնտեղ գտնվում են, իրենք դա անգամ չէին էլ սպասում, որ այտենց հարցադրում կարա լինի, քանի որ այնտեղ խոսքը գնալու էր զենքերը առնելու կամ ինչ-որ բանի մասին, ով ինչ համակարգ ունի պաշտպանական, իրենք փորձեցին, այսինքն ընդհանրապես խոսելու բան չունեն, եւ խոսում են նրանից, որ մեր անվտանգային համակարգը լավ է, քանի որ մենք լրտես չենք։ Ուրեմն ինչ վերաբերվում է կոնկրետ Անդրանիկ Թևանյանին, ես արդեն մի եթերում ասել եմ, բարեբախտաբար ընդդիմության համար Անդրանիկ Թևանյանը 3 օր մեդիա դաշտում եղել է ընդդիմության սիմվոլը, ռեժիմին պաշտպանվելու սիմվոլն է եղել ու մեդիա դաշտում ընդգրկվածության, էմոցիաների տեսակետից եւ մնացած բոլոր չափանիշներով հաղթել է գործող իշխանությանը։ Ուրեմն շատ ճիշտ կլիներ, եթե այս պահին ընդդիմությունը, ուրեմն շատ օպերատիվ ձևով կազմակերպեր համապատասխան մասնագիտական խումբ, որը կզբաղվեր գրանցելով այդ սոցիոլոգիայում դա կոչվում է content analysis։ Այսինքն պետք է գրանցել, թե ինչ են իրանք ասում, ինչ ինտոնացիաներ են օգտագործում, ինչ բառեր են օգտագործում, արդյոք դա թշնամական բառեր են, թե դա ոչ կոնսոլիդացնող խոսքեր են, եւ սա մոնիտորինգի, եվրոպական մոնիտորինգի կարևորագույն հատվածն է, որ ես համոզված եմ իրանք չեն անելու, եւ դա փաստարկված պետք է լինի գոնե վերջի շաբաթվա ընթացքում, որ հետագայում ցույց տալ, որ այս մարդիկ զբաղված են ա. ընտրական ակտիվություն իջացնելով, բ. ձայներ փոշիացնելով, եթե անգամ ինչ-որ ընտրական ակտիվություն կա, ու ց. թշնամություն սերմանելով։ Ես 4-րդ կետը նշեմ, որտեղ ես կարծում եմ, որ արդեն ինչ-որ ուժային գործողություններ կլինեն, պայթյուններ կլինեն, մեքենաներ կայրեն, որը արդեն սկսվել է։ Այսօր հունիսի 1-ին մի ընդդիմադիր բլոգերի մեքենան են վառել, եւ այս, ինչպես դու ասեցիր, որ պետք է իրենք բարդակ սարքեն քաղաքական քննարկումները, նաեւ երկրում պետք է բարդակ լինի եւ այդ բարդակում որ ուժային գործողություններ պետք է լինեն, դա գուցե իրենց վերջի հնարավորությունն է, որ ինչ-որ ձևի այս ընտրությունները տապալեն։ Բայց քանի որ 21 թվականի հետ է համեմատությունը,
Ուրեմն 21 թվականին իրենք ինչ գիծ ունեին, ինչ թեզ ունեին, որ հիմա մենք պարտվել ենք, հիմա վատ վիճակ է, հիմա Ղարաբաղ ինչպես կա գոնե այդ ձևի պահենք, հա, խոսքը 21 թվականի մասին է, եւ մենք գնանք խաղաղության։ Եվ կան ռևանշիստներ, որոնք Արցախի հարցն են բարձրացնելու եւ դրա հետևանքով նորից պատերազմ կլինի, իսկ մենք թույլ ենք եւ պարտված կողմ ենք, եւ այս գործող իշխանությունը տանում է հարցը դեպի խաղաղություն, արդեն մի ձևի հանգստանանք, հա։ Եվ հիմա այդ խաղաղության թեզը եւ ռևանշի թեզը իրենք փորձում են շարունակել եւ նաեւ կայունության թեզն են ավելացրել։ Հիմա պարտված իշխանությունը ռազմական շքերթ է անում, որը չի համապատասխանում իրենց այդ կայունության ու խաղաղության կերպարին, իրենք ռազմական ստրատեգներ չեն, էլի, եւ մյուս կողմից կայունության հարցը, քանի որ հիմքում դրված է կայունությունը եւ իրենք տնտեսական խնդիրներ են առաջին պլան բերել, մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, որ Հայաստանում խնդիրներ են առաջացել ԵԱՏՄ-ի հետ կապված, այսինքն սա ինչ որ կայունությունն է, թե անկայունությունն է։ Տես Ստեփան, արի այդ քաղաքական հատվածը ես թողնեմ քաղաքագետներին, ինձ թվում է դու այն մարդկանցից մեկն ես, որը որ շատ լավ բացատրություններ է այդ ամեն ինչին տալիս, եկեք փորձենք հասարակական, այսինքն սոցիոլոգիական, հասարակագիտական բացատրություններ տալ այս ամեն ինչին։ Ուրեմն 21 թվականին մենք ունեցել ենք եւ դա նույնպես արդեն եղել է եթերներում, մենք ունեցել ենք 3 բնակչության հատված, 3 մասնագիտական լեզվով սա կոչվում է դոմինացիա, եկեք օգտագործենք մագնիսային դաշտ, որ ավելի պարզ լինի լսարանը հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Մենք ունեցել ենք 3 մագնիսային դաշտ հասարակության մեջ, որը որ ռեգիոնալ տարբեր բաժանում է ունեցել։ Մենք ունեցել ենք այն ժամանակ գործող իշխանություն, մենք ունեցել ենք ընդդիմություն եւ մարդիկ, որոնք մնացել են նեյտրալ։ Նեյտրալ հատվածը բաղկացած է 2 հատվածից, մեկը գալիս է այլակ քվեարկում, այսինքն փոքր ցուցակ, կամ ընդհանրապես չի գալիս։ Ուրեմն որոշ տեղերում այդ մագնիսային դաշտերը բաժանվել են այն ձևով, որ ինքը ստացել է 85%։ Ինչ որ գյուղերում։ Ինքը այս գործող վարչապետը, այո։ Հիմա Երևանին ինչքան մոտ, այնքան չմասնակցող հատվածը կամ այլ կամ չմասնակցող հատվածը այնքան ավելի շատանում է։ Հետևաբար տոկոսը եթե նայենք ինչ որ տեղեր ինքը ունի նաև ինչ որ պիկեր 65%, հա, բայց ամենաշատ չմասնակցողը եղել է Երևանը։ Հիմա ամենահեշտը միանալ քաղաքական process-ին ընդդեմ գործող իշխանության դա այն մարդկանց է, որը որ եղել են ընդդիմություն կամ ընդհանրապես կոնֆլիկտից դուրս են եղել։ Հիմա այս մարդիկ, որոնք որ կոնֆլիկտից դուրս են եղել, փորձել են սպասել հասկանալ ինչով է ամեն ինչ կվերջանա, հասկացել են, որ շատ վատ է վերջացել, հիմա կպել են քաղաքական process-ին, մտել են քաղաքական process-ի մեջ, որի արդյունքում հիմա դոմինանտ ամենամեծ մագնիսային դաշտը հատկապես Երևանում դա ընդդիմադիրն է, իրանք մնացել են փոքրամասնություն։ Սա մի հատված, որը մենք պետք է հասկանանք, որ հասկանանք, թե ինչի հաշվին է բարձրանում, այնտեղ որտեղ որ բարձրանում է ընտրական ակտիվությունը։ Իրանք ռեզերվ չունեն բարձրացնելու, իրենց ընտրողը պակասել է եւ նորը բերել չեն կարողանում, դրա համար իրանք ամբողջ հույսը նա է, որ այն մարդիկ, որոնք որ չեն մասնակցել, չմասնակցեն։ Արտուր, ուրեմն այս ԵԱՏՄ-ի հետ կապված պատմությունները, հիմա այդ հարցը դա ինչ որ ձևի ազդեցություն կունենա ընտրողների վարքագծի վրա, որտեղ կան մարդիկ, որոնք վարկեր են վերցրել, ջերմոցներ են դրել, ծաղիկներ, մրգեր, բանջարեղեն պետք է վաճառեն, ծիրան եւ այլն, հա, սեզոնը մոտենում է։ Այդ մարդիկ իրենց ինչպես են պահելու եւ Okay, սա շատ հետաքրքիր թեմա է։ Տես, Ստեփան, փաստացի 21 թվականին ես չհասցրեցի ասեմ, առաջնային մանդատը գործող իշխանությունը, այսպես լեգիտիմությունը չմասնակցողները հələ թողնենք մի կողմ, բայց մասնակցողները առաջի հերթին մանդատը տվել է գյուղական հատվածը։ Փաստացի ինչա տեղի ունեցել, գյուղացին գործող իշխանությանը, գործող վարչապետի մանդատ է տվել լեգիտիմության, ինքը այդ մանդատը օգտագործել է ոչ թե իշահ գյուղացու, այլ Ռուսաստանի դեմ։ Այստեղ խնդրեմ կա, այդ գյուղացուն փող տվողը
այդ Ռուսաստանին գյուղացուն Գյուղացու աշխատանք տվողը, աշխատատուն։ Դա Ռուսաստանն է։ Հիմա Ռուսաստանն ասում է շատ պարզ բան։ Ես այդ մարդկանց փողը տալիս եմ, դու այդ մարդկանց ձեները օգտագործում ես իմ դեմ, հիմա ինքը ուղղակիորեն դիմում է այդ մարդկանց, տուգանք է գրել։ Արտուր, թվերով խոսենք, ուրեմն գյուղմթերքի, բանջարեղենի եւ այլն արտահանման 98%-ը իրացվում է Ռուսաստանում։ Ըստ էության 100։ Ալկոհոլային խմիչքների 76 թե 8%-ը, մարդիկ, որոնք գնում են արտագնի աշխատանքի եւ մոտ 4 միլիարդի գումար են ուղարկում իրենց բարեկամներին, որոնք հիմնականում գյուղերից են։ Եվ դուրս է գալի, որ կոպիտ ասած Հայաստանի գյուղերի աշխատատուն պայմանական ասած Պուտինն է, որը հիմա ջղայնացել է եւ Չէ, Պուտինը շատ պարզ բան է ասում։ Ես ձեզ փող եմ տալիս, դուք իրան ձայն եք տալիս, որը օգտագործում է իմ ձեն, հիմա որոշեք։ Կամ դուք իրաների մանդատ եք տալիս, կամ ես ձեզ փող եմ տալիս։ Երկուսը իրար հետ այլևս չի լինի։ Եթե ուզում եք, որ ես ձեզ էլի փող տամ, սա պիտի չընտրվի։ Բայց նայ, այս վարչապետ կոչվածը հենց այսօր հունիսի 1-ին հայտարարություն է արել, որտեղ իր ծնունդը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ եւ ինքը ասում է շնորհակալ է Պուտինից, որ ասել է, որ մեր միջև թյուրիմացությունը արդեն ինչ-որ ձևի հանգուցալուծվում է, պայմանավորվել ենք, որ այս մոտ ժամանակները կհանդիպենք, այսինքն ընտրություններից հետո ամեն ինչ լավ է։ Եվ մյուս կողմից այս փոխվարչապետը, երբ որ գնացել էր ԵԱՏՄ հանդիպման, ասում է, հույս ունեմ, որ սա տեխնիկական խնդիր էր եւ այլն, այս ապրանքները, որ կանգնեցրել են իրացում Ռուսաստանում։ Այսինքն, այս վարչապետը ինչ ասում։ Ասում է Ռուսաստանի նախագահ, այս ընտրությունները ուզում են վերընտրվեն, այս հանրությանը խափում եմ հակառուսական բան եւ որ իրենց ձեռները ստանամ, որտեղ նման շերտ է ձևավորվել հակառուսական, այս իրենց խափում են, Եվրոմիությանը խափում են, որ ինչ-որ օրենք եմ ընդունել բան, բայց դա սա խեչա դու ես հասկանում, որ Եվրոմիությունը մեզ ոչ ոք չի սպասում։ Հեսա խափեմ, ընտրվեմ, գամ ինչ ուզում ես անեմ։ Ստեփան, ուրեմն սկսեմ քաղաքական հատվածից այնուամենայնիվ ասեմ ինչ են իրանք ասում ու ինչ են իրենց պատասխանում, հետո անպայման, որ ինձ ավելի մասնագիտորեն ավելի մոտիկ է, գնանք դեպի գյուղացի ու հասկանանք ինչ է այս ամեն ինչի մասին մտածում գյուղացին։ Նախ եւ առաջ գործող վարչապետը ինչ ուզում է կարա ասի, ժողովուրդ եմ խափում, թե ում եմ խափում, ինչ եմ անում, իրեն ասել են շատ բարձ բան, առանց թուղթ չգաս։ Դու Մոսկվայի սկզբից Զյուգանովի բերանով ասցին, որ դու ստեղ ավելնորդ ես, մի արի, հետո ուրեմն ԵԱՏՄ գագաթնաժողովը բոլոր պետությունների ղեկավարները ստորագրեցին թուղթը, որ տղա ջան, ուրեմն դու կանցկացնես քո ասած հանրաքվեն, իսկ կբերես օրենքը, որ դու Եվրոմիության հետ որևէ խաղեր չես տալու, քեզ կընդունենք, չէ, առանց այդ թուղթ չգաս։ Ուս հունիսի 7-ի ընտրությունները դա հանրաքվե է, թե ոչ։ Մեր համար հա, իրանց համար դեռ ոչ, այսինքն ԵԱՏՄ-ի տեսակետից իրանք ասում են, չէ, իրանք էլ են հասկանում, որ իրականում իրանց են խափում, այսինքն 5 տարի խափել են ու որևէ կասկած չկա օրինակ իմ մոտ, ես մտածում եմ եւ իրենց մոտ, որ իրականում խափում են ոչ թե եվրոպացիներին ու գյուղացիներին, այլ մարդկանց, այլ իրենց էլ են խափում։ Այսինքն պարզեցնենք, այս մարդկանց Ռուսաստանը ասում է շատ պարզ բան, թուղթ կբերես օրենքի ձևով, որ դու Եվրոպայի ակնկալիք չունես, մնում ես Եվրազես։ Մենք քո հետ կխոսանք, եթե ոչ, ապա ոչ, այլ իրավական ձև իրենց հետ խոսելու չկա։ Արտուր, ուրեմն 22 թվականի փետրվարի 24-ին էր, երբ որ այդ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, դրանից առաջ Ռուսաստանի նախագահը ուլտիմատումով հանդես եկավ, որ ասեց ինձ թուղթ բերեք, թուղթ տվեք, որ Ուկրաինան չի գնում ՆԱՏՕ եւ Եվրոպական միություն։ Ասում եմ, մինչեւ թուղթը չտա, ես չեմ հավատալու։ Մի ամիսն ես մոտ թուղթ էր պահանջում, երբ որ թուղթը չեղավ, եղավ շատ տեղին հիշեցիր, հիմա նույն բանն է, իրան ասում են, որ հա, իրան ասում են դու մեզ պետք չես։ Ինչ ուզում ես ասա, թուղթ կլինի, կխոսանք հետը, չէ, եթե հաղթես։ Ինձ թվում է հույսով եմ, որ չեն հաղթելու,
ամեն դեպքում հիմա վերադառնանք գյուղացիներին, ում որ այդ տուգանքը գրել են, չէ՞։ Իսկն իրանց մանդատն է, որ իրան տվել է այդ հնարավորությունը, անել բերել են արհավիրքը, որը մենք ունեցել ենք 21-ից հետո Արցախի կորստով եւ ամեն ինչով։ Այդ մանդատը հիմա արդյոք իրանք տալու են, թե ոչ։ Մի քանի բան կա, որը որ պետք է նկարագրել, որ հասկանանք ինչ է այնտեղ կատարվելու։ Նախ եւ առաջ քաղաքականությունը դա քաղաքային էկոսիստեմա է։ Քաղաքականություն, policy, police։ Գյուղացիները չեն սիրում քաղաքականություն։ Եվ ընդհանրապես աշխատում են չմտնել քաղաքականության ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Ուրեմն գյուղի ժողովուրդը կարևորագույն խնդիրը, որ իրենց համար կա, որ իրենց ակնկալիքը քաղաքականությունից, դա կայունությունն ու կանխատեսելիությունն է։ Եթե այս երկու բանը կա, իրանք ինչպես կանոն քվեարկում են իշխանություն, ընդ որում սա այդ այսպես կոչված կայունության քվեարկողը ինչքան ավելի արևելյան Եվրոպա ես գալիս, ավելի խորանում ես, այնքան ավելի շատանում է։ Դա կա Ռուսաստանում, դա կա Մոլդովայում, դա կա Վրաստանում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ցանկացած իշխանության համար գյուղացին հենասյուն է։ Ինչա կատարվում հիմա։ Ուրեմն ինչ ուզում է ինքը այնտեղ երկի բարի, հա, գործող իշխանությունը, բայց գյուղացու համար իշխանությունը կներեք օգտագործեմ այդ բառը վլաստը նայա ով որ հարց է լուծում։ Հիմա ինքը ոչ կայունություն է, ոչ կանխատեսելիություն է, ճիշտ հակառակը ինքը հարց չի կարող լուծի, խնդրեմ է ստեղծում։ Արտուր, վերջում արի կարճ քննարկենք մի հարց։ Ուրեմն այս ամեն ինչից կարելի է եզրակացնել, որ իրենք ինչ-որ խոճապի մեջ են գործող իշխանությունը եւ տարբեր կեղծիքների են դիմում եւ իրենց թեզերը արդեն չի աշխատում։ Կարանք սոցիոլոգիայի առումով արդեն իսկ նման պնդում անել։ Սոցիոլոգիայի առումով մենք արդեն շուտվանից այդ պնդումները արել ենք։ Մենք տեսնում ենք մի քանի բան, իրանք ստեղծում են վախի մթնոլորտ, իրենք վախեցնում են հասարակությանը, վախեցնելը հասարակության ունի մի քանի երկու կարևորագույն ուղղություն, մեկը քաղաքական ընդդիմադիրներին լրացնել, մյուս կողմից մարդկանց ցույց տալ, որ մենք կարող ենք ուժային ինչ-որ գործողություններ անել, այսինքն ձեր մասնակցությունը անիմաստ է, բ. իրանց հասարակական գործունեությունը, այսինքն ընտրական նախընտրական արշավը ուղղված է ոչ թե նրան, որ իրանք ինչ-որ մարդ բերեն, այլ կոնսոլիդացնեն սեփական էլեկտորատը ու բ. անեն ամեն ինչ, որ մարդիկ չգան ընտրությունների։ Դա ես թվերը հնչեցրել եմ, բայց ուղղակի հասկանանք, ցածր ընտրական ակտիվությունը շահավետ է փոքրամասնության ներկայացուցիչ։ Հետևաբար իրենց վարքագիծը տրամաբանորեն ցույց է տալիս, որ իրանք ունեն թվեր, ու դա ոչ իմ սոցիոլոգիան է, ոչ ինչ-որ մեկի, այլ իրենց սեփական սոցիոլոգիայով, իրենք իրենց վարքագծով ցույց են տալիս, որ իրենց սեփական սոցիոլոգիայով իրանք փոքրամասնություն են, հետևաբար պարտվող։ Սա է իրանց կարևորագույն վախի ու խոճապի աղբյուրը։ Արտուր, շնորհակալություն, հունիսի 7-ին մենք կտեսնենք արդյունքները, բայց նաև մենք մտքում պետք է իմանանք, որ Հայաստանը այսօր ղեկավարում է մի անձնավորություն, որը կարմիր գծեր չունի, բարոյական սկզբունքներ չունի եւ ինքը պատրաստ է ամենասարսափելի քայլերին իր քաշին փրկելու համար, բայց այնուամենայնիվ թվերի առումով մենք հունիսի 7-ին պատկերը կունենանք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։